Շնորհակալություն, պարոն Ուրբինյան, ասում եք, որ չեք ցանկանում, հա ձեր ձևակերպումները տվեցիք, չնայած որ միտքը ամբողջապես եմ մեջ բերել։ Լավ, իսկ ուզում եք, որ խորհրդարան կա պատգամավոր կամ անձ, ով եռաբլուրում ծիծաղում է, ով ծամոն է ծամում, սահմանադրական դատարանում, չհարգելով նաև բարձր ինստիտուտը, վերաբերմունքը, կան խորհրդարան մարդիկ, ովքեր հայոյում են, ու դա վերաբերում են որում նաև շեշտեմ ընդդիմադիր պատգամավորների են հատվածին, ովքեր նման դրսևորումներ ունեն, փոխնախագահ դառնա մեկը, ով օրինակ ազատություն է տալիս իր մարմնի մասերին, մասնավորապես ոտքերին եւ այլն, սա որպես առաջին հարց եւ որպես մյուս անգամ էլ չընդատեն, մի անգամից երկրորդ հարցնել տամ։ Օրինակ ես ճեպազրույցից ուշացա, որովհետև Երևանում խայտառակ խծանումներ են։ Երևանում խայտառակ խծանումներ են, որովհետև օրինակ քաղաքապետարանում հաշվարկներ գուցե ճիշտ չեն արել, սա ինչ եմ ասում, որպեսզի ԿՊ վարչությունում հարցնեմ։ Այդ հարցը ընդհանրապես քննարկվել է։ Դուք օրինակ տեղաշարժվելու խնդիր ունենում եք, երբ որ աշխատանքի եք գալիս, երբ որ ինչ-որ մի վայրից պետք է մյուսը գնաք, օրինակ ես դեմ չեմ վերանորոգելուն բնականաբար, բայց հնարավոր չէ այդ հաշվարկները այնպես անել, որ ինչ-որ մի հատված ավարտվի շինաշխատանքների, հետո մեկնարկեն մյուս հատվածը, որտեղ ամբողջ քաղաքում ինչ-որ փոսեր են փորել, շինարարական ապաշնոր գործունեության հետևանք չի սա, եւ եթե այդպես է, հնարավոր է ԿՊ-ում որոշեն, օրինակ Տիգրան Աբինյանի հրաժարականը պահանջեն։ Փայլակ ջան, Երևանում խցանումներ են, որովհետև վերջին տարիներին մեքենաների թիվը, ավտոմեքենաների թիվը Հայաստանում կտրուկ աճել է։ Ինչու է աճել։ Որովհետև մարդկանց բարեկեցությունը նույնպես աճել է։ Երբ որ մարդկանց բարեկեցությունը աճում է, մեքենաների թիվը աճում է, օրինակ կան հաշվարկներ, եթե ես չեմ սխալվում, որ այս 10 տարվա մեջ գրեթե կրկնապատկվել է Հայաստանում մեքենաների թիվը։ Դա նորմալ process է։ Բնականաբար դա բերում է խնդիրների, խցանումների, որը բոլորս էլ գիտենք, որ դրա մասին բոլորս գիտենք, նույնիսկ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը պետքա զբաղվի այդ խնդիրներով։ Դրան զուգահեռ այո, ինչ-որ վերանորոգումներ կան, բայց դեկաներեք այդ վերանորոգումները այո պետքա լինեն եւ անհարմարությունների պետքա։ Դե Ժորժ ջան, ես հիմա հիշում 6 ամսով քաղաքի ինչ-որ մի հատված փակելը եւ կառուցելը դա կամ ամբողջ աշխարհում մենակ Հայաստանում է մեքենաների թիվը ավելանում։ Ժորժ ջան, թողեք պատասխանել։ Եվ բնականաբար վերանորոգումները ինչ-որ անհարմարությունների կբերեն, պետքա այդ անհարմարություններին դիմանալ, բայց բացի վերանորոգումներից ակնհայտ որ խցանումների խնդիր կա եւ լուծումներ պետք են, այդ լուծումները հայտարարված են, որ պետքա հանրային տրանսպորտի համակարգը բարելավվի, պետքա ավելի շատ շարժակազմեր լինեն եւ այսպես շարունակ գուցե գոտի ավորման անհրաժեշտություն լինի։ Այս խնդիրը կա, ես չեմ ժխտում։ Դուք ասում եք ես խնդիրներ ունենում եմ տեղաշարժվելու, այնպես ինչպես բոլորը, այսինքն ես էլ մեքենայով գալիս եմ եւ եթե խցանում է լինում, ես ավանում եմ հիմա բնակվում մետրո չկա, բայց կարող եմ ձեր խաթր փորձել, վերադառնալ առաջի հատվածին, ձեր հարցի առաջին հատվածը կներեք, բայց շատ ինչ որ խառը, չէ, մի վարքան։ Դուք սխալ եք ասում, որովհետեւ չէ, դուք սխալ եք ասում, որովհետեւ եռաբլուրում նախ ինչ ա եղել, եռաբլուրի մուտքի մոտ կարող է ինչ որ ժպտացել է մեկի հետ խոսալով, բայց դուք հիմա բան եք, չեղած տեղից ինչ որ թեմա եք սակում, կամ ասում եք ինչ որ ծամել եք ասում, չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Ուզում եք ես մի հատ հերթով սկսեմ անդրադառնալ, թե որ լրագրողը որտեղ ծամոն ծամեց կամ ինչ ասեց։ Բայց ոնց որ թե քվեարկությունը արդեն իրական։ Բայց մի բան հարց չտվեցի, խմբակցության տեխնազում որոշվեց, խմբակցության ներսում արդեն ինչ ասեց։ Ասում եմ մարդիկ ազատ են աշխատանքից հետո անելային ինչ որ ուզում են։ Բայց դուք էլ աշխատանքի ժամանակ դուք նկատում եմ դուք լրագրողները ձեր ամբողջության մեջ այնպես չի որ առանձնապես շատ մեծ տակտով եք աչքի ընկնում կներեք իհարկե եթե կարող եմ թույլ տալ գնահատել սա։ Չէ, պետք որովհետև շատ կարևոր է որ մարդը շատ կարևոր լրագրող դուք հիմա եք ընդհատում ինձ անընդհատ կողքից իրար հետ եք կռվում իրար հետ եք կռիվանում Խմբակցության ղեկավարի տեխնացում որոշվեց երեք։ Ուզում եմ հասկանալ, սա խմբակցության ներսում պետք է դրվի քվեարկության, որ հաստատվի տեխնացությունը, որովհետև ինքը ազգային ժողովում չի։ Եվ երբ է լինելու նիստերը։ Երբ որ խմբակցությունը ձևավորվի։ Քանի որ դուք համարում եք ոչ լեգիտիմ ընդդիմությանը, ուզում եմ հասկանալ, նաև ասում եք, որ նույնիսկ կոնկրետ անձիկ կան, որոնց նույնիսկ խորհրդարանում չեք ուզում տեսնել։ Սա նշանակում է, որ իշխանությունը արդեն
ֆրակցիան որոշում ունի, որ այն պաշտոնները, որոնք կհասնեն ընդդիմությանը, քվեարկությունները Չի նշանակում, չէ, կգա։ Կտրեք իրենց, Փոխնախագահի համար Կքննարկենք, դե հիմա դուք գնահատեք, ես չգիտեմ ինչ է շրջանառում, ինչ չի շրջանառվում, ես ասում եմ կոնկրետ այդ սուբյեկտի հետ կապված, ես կարծում եմ, որ մարդը, որը հայ սակրավորի մահն է ցանկանում եւ դրա մասին խոսում է, դա նորմալ չի, որ այդ մարդը լինի падգամավոր։ Դա նորմալ չի ուղղակի, եւ ես ակնկալում եմ նաեւ ձեր աջակցությունը այդ գործում, ես կարծում եմ դուք պետքա հարց տաք Կալուգացի օլիգարխին եւ իր թիմակիցներին, պետքա հարց տաք, ասեք, չեք ուզում հորդորեք, որ մանդատը դնի, որովհետեւ պրոբլեմ է, դա խնդիր է։ Եվ բացի դրանից Կալուգացի ասեցի, հիշեցի։ Հիշում եք, չէ՞ որ իրանք խոստանում էին, որ հաջորդ վարչապետն է լինելու Կալուգացին, որ հունիսի 8-ին կառավարության նիստ է անելու եւ այդ պահին չի լինելու Հայաստանի քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն ունեցող անձ։ Ես խնդրում եմ ասեք, ինչ եղավ։ Ինչ նշանակում գործընթացի մեջ։ Բայց մի բան ինքը չէր ասում, չէ՞ որ հունիսի, այսօր ամսի քանիսն է, հունիսի 3-ն։ Հա, հուլիսի 3-ն է, ինքը չէր ասում, չէ՞ հուլիսի 3-ի դրությամբ ես գործընթացի մեջ եմ լինելու։ Ինքը ասում էր հունիսի 8-ին ես կառավարության նիստ եմ վար։ Լավ էլի է, թեքյատները։ Ես գնացի քվեարկություն։